Ուզում եմ մի դրվագ պատմեմ, հարգելի գործընկերներ, որ տեղի ունեցել սրանից 1.5-2 ամիս առաջ։ Գործընկերներից մեկը այս ամբիոնից խոսել էր այն մասին, որ հայրենասիրության մարմնավորում Լևոն Քոչարյանի երեխաները ծնվել են ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ էլ նույնիսկ Հայաստանում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա ասվել էր առանց երեխաների անունը տալու, առանց երեխաներին որևէ կերպ թիրախավորելու։ Մի պարզ պատճառով, որտեղ երեխաները իրենք չեն որոշում, որտեղ ծնվեն։ Որոշում են նրանց ծնողները եւ երեխաներին Ամերիկայում ունենալը կներեք, բայց քաղաքական որոշում է։ Ինչևէ, այդ ելույթից հետո Լևոն Քոչարյանը մոտենում է մեր խմբակցությանը ու խնդրում, որ ընտանիքները փոխադարձաբար չթիրախավորվեն։ Այդ արտահայտությունը մենք կամ հենց մեկը ես դրան նայում ենք ոչ թե որպես Ռոբերտ Քոչարյանի որդու, ոչ թե Հայաստան խմբակցության անդամի խնդրանք, այլ պարզապես մարդու, երիտասարդ հոր խնդրանք ու մեզ հատուկ միամիտ մարդազիրությամբ ընդունում ենք։ Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց հայր եւ որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-նանց մորը, շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանա։ Քոչարյանի բոլոր լրատվականները, անխտիր բոլոր լրատվականները, վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին։ Փորձում եք, չէ, ուժեղ տղամարդ առաջնորդի կերպար ստանալ, բայց շատ հաճախ մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելու համար նախ եւ առաջ տղամարդ լինելը անհրաժեշտ։ Իսկ տղամարդ լինելու համար պետք է սեփական խոսքը պահել իմանալ, սեփական խոսքի արժեքն իմանալ։ Սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Շեշտում եմ, սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակին Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմունիստական կուսակցության անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանը գուցե այդքան էլ լավ չի հասցրել ուսումնասիրել հայ հասարակությունը, ծանոթանալ մեր հայերիս արժեքներին, սկզբունքներին, բայց ես կփորձեմ այդ բացը լրացնել։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք։ Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեզ համար անընդունելի է։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս ծնողապաշտ ենք։ Մայրը մեզ համար սրբություն է։ Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում։ Առողջություն եմ մաղթում տիկին Բելային։ Խնդրում եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով, կամ գոնե չհարվածել այդ արժեքներին։ Ամբողջ ամիս, ամբողջ տարի, ամբողջ 5 տարի, այս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգու լավազ ուղարկեք։ Ուղարկելուց էլ գոնե բացատրեք, թե ինչ է անկերասիրությունը։ Բոլորով միասին եկել են տանս վրա, հետո հեռանցել, դրանց դիմաց թողնելով իրենց գաղափարակից եղբոր անշնչացած դին։ Խոսքը այն հայտնի սատկած մկան մասին է։ Անկեղծ եմ հարցնում, խեիք ձեր ընկերոջը թողել, վատ ընկերեր, իրար հետ չէիք սերնաց ու գողանում, իրար հետ չէիք ծակերում թաքնվում, երբ ձեզ ինձ հետ բանավեճի էին կանչում տարբեր հեռուստաալիքներում։ Ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ ընկերությունը, ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ իրար հետ անցած ճանապարհը։ Մի ուրիշ բան է։ Հենց լկտի արշավը, որ սկիզբը առել, Լևոն ու Ռոբերտ Քոչարյաններին սպասարկող տարատեսակ լնգու լավազի կողմից, այդ արշավը շարունակվում է այսօր ու շարունակվում է հնարավոր ամենալկտի թիրախավորմամբ ու այստեղ թիրախավորվում է ոչ միայն իմ անձը, այլև թիրախավորվում է կոնկրետ հանգամանք,
Հանգամանքը այդ հետևյալն է, հարգելի գործընկերներ, սրա մասին կա անհրաժեշտություն հենց այս ամբիոնից խոսելու, ինչքան էլ որ սա անձնական հարց է։ Թիրախավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն հազարավոր կամ գուցե տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին երեխաներից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ, իսկ հետո այնտեղ արդեն կազմել է երկրորդ ընտանիք, ուրիշ ընտանիք է կազմել։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու կամ փորձ է արվում թիրախավորել իմ մորը։ Ես ուզում եմ ասել, որ ես որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու ես գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, ովքեր փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին դրա համար։ Դիմում եմ նաև այդ երեխաներին։ Միշտ իմացեք, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան ինչ որ երկոտանի կենդանի, ով մշտապես ու ցանկացած պարագայում փախած է մնալու ձեզանից ու այլ ասելու բան չի ունենալու, քան դրա թիրախավորումը։ Դուք ուժեղ եք ու դուք ձեր կյանքում կկարողանաք հասնել ամեն ինչի։ Ու ես ձեզ խնդրում եմ, որ դրան հասնելուց հետո արժանի զավակ լինեք ձեր մայրերին, որոնք որ ոչինչ չեն խնայել ձեզ մեծացնելու համար, լինելով միայնակ մայր։ Խոնարհվում եմ բոլոր միայնակ մայրերի առաջ։ Շնորհակալություն։